Ողջույն։ Կառավարության երեկվա փետրվարի 5-ի որոշումից հետո, ըստ որի Հայաստանում բնակվող քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի կստանան 1 միլիոն դրամ աջակցություն, 70 տարեկան մի պապիկ հարցնում է. Սևակ ջան, այսինքն ես պետք է ապրեմ 100 տարի, որ կառավարությունը իմ նկատմամբ իր պարտավորությունը կատարի։ Հարցը շատ տրամաբանական է։ Սա վերաբերում է մեր հանրության ամենամեծ շերտին, ավելի քան 500,000 մարդու։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ապահով ծերություն։ Ապահով ծերությունը ի դեպ ցանկացած իշխանության պարտավորությունն է։ Ապահով ծերություն նշանակում է, որ մարդը իր կյանքի վատ է հնչում, բայց վերջին փուլում այն ժամանակ, երբ ինքն է պետության հոգացության ներքո, ամբողջ կյանքում աշխատել, հարկեր է վճարել պետությանը եւ հիմա էլ պետությունն է պարտավոր իրեն խնամել, պետք է այդ կենսաթոշակի փուլում ապրի արժանապատիվ, անվտանգ եւ կայուն պայմաններում, առանց մշտական վախի, թե ինչպես եմ ես ապրելու վաղը։ Ապահով ծերություն նշանակում է ֆինանսական անվտանգություն։ Դա նշանակում է թոշակ, որը կբավարարի հիմնական կարիքները։ Թոշակը հարստանալու համար չէ, այլ կարիքները բավարարելու, այսինքն պետք է կարողանա ապրել իր թոշակով առանց կողքից այլ վճարովի աշխատանք անելու։ Ոչ թե պարզապես գոյատևել, այլ նորմալ կյանք, սնունդ, կոմունալներ, դեղորայք, հագուստ, չլինել ամբողջովին կախված երեխաներից կամ ուրիշներից։ Մատչելի եւ որակյալ բժշկական օգնություն, բուժման հասանելիություն, կանխարգելում, ոչ թե դիմի բժշկի, երբ արդեն շատ ուշ է։ Կենցաղային անվտանգություն, այսինքն սեփական կամ ապահով բնակարան, ջեռուցում, լույս, ջուր, առանց վախի, որ չի կարողանա վճարել։ Մեր թոշակառուների մի մասը, հատկապես միայնակ տարեցների մեծ մասը, որոնք չունեն այլ եկամուտ բացի չնչին թոշակից, ասում են. շուտ ենք մտնում անկողին, որ լույս չվառենք, ջեռուցում չմիացնենք։ Ապահով ծերությունը նշանակում է սոցիալական արժանապատվություն, չզգալ իրեն արհամարհված, անպետք կամ մոռացված։ Ապահով ծերությունը նաև նշանակում է շփում, հարգանք, մասնակցություն հասարակական կյանքին։ Ապահով ծերություն նշանակում է պետության եւ հասարակության վերաբերմունք, ոչ որպես բեռ, այլ որպես փորձ ունեցող, վաստակ ունեցող մարդ։ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի տարվա մուննաթները թոշակառուների վրա եւ հայտարարությունները, թե թոշակառուների թիվի մորոք անընդհատ մեծանում է, բյուջեն այդքան փող չունի, ավելի հեշտ է պարգևավճար բաժանեմ, պաշտոնյաների աշխատավարձ բարձրացնեմ, քան թոշակ տամ եւ այլն, նշանակում է, որ այդ մարդը ծեր մարդկանց դիտում է որպես ծախս, բեռ, ոչ թե արժեք։ Ապահով ծերություն նշանակում է հոգեբանական հանգստություն, վստահություն վաղվա օրվա հանդեպ, չապրել մշտական սթրեսի ու նվաստացման մեջ։ Ապահով ծերությունը միայն թոշակը չէ, բայց պետք է թոշակը լինի այնքան, որ տարեցը չկանգնի դժվար ընտրության առաջ, հաց ուտեմ, թե դեղ գնեմ։ Այսօր Հայաստանում ապահով ծերությունը համակարգ չէ, այլ նշանակում է շատ երեխաներ ունեցիր, որ քեզ օգնեն։ Հայաստանում թոշակով կարող է անձը ապրել առավելագույնը 10 օր։ Իսկ ինչն է խանգարում, որ պետությունը նորմալ թոշակ տա։ Խանգարում է միանշանակորեն կոռուպցիան, վատ կառավարումը, սոցիալական պետության ձևական լինելը։ Նիկոլը, կրկնում եմ, խոստացել է ապահով ծերություն։ Այսինքն, այն պահից, երբ քաղաքացին ստանա կենսաթոշակ, այդ պահից պետք է պետությունը հոգ տանի նրա մասին, չասի բիզնես դիր, ապրի։ Հենց դարձար 100 տարեկան, նախարարների մի ամսվա պարգևատրման 10%-ի չափ փող կտամ, որ յոլա գնաս։ Նիկոլն ասում է թոշակառուին, որպեսզի քո նկատմամբ իմ խոստումները կատարեմ, պետք է մի դար ապրես։ Ասում եմ 100 տարեկաններին 1 միլիոն դրամ տալով երախտագիտություն ենք հայտնում, որ կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Այդ մարդկանց դուք պետք է հարգանքի երախտագիտություն հայտնեք 63-ից 65 տարեկանից սկսած։ Ինձ հանդիպած տարեցը հարցնում է. մարդկանց պահանջմունքները երբ են ավելի շատ։
35 տարեկանում ավելի շատ են, քան 65-ում։ 65-ում ավելի շատ են, քան 100 տարեկանում, չէ՞։ Բայց ասում է, ես 65 տարեկանին կտամ 36,000 դրամ, իսկ 100 տարեկանին միանվագ 1 միլիոն։ Ըստ Նիկոլի, 65 տարեկանը չգիտի, թե ինչի վրա ծախսի 10,000 դրամը, դրա համար չի ավելացնում, բայց 100 տարեկանը գիտի, ինչի վրա ծախսել 1 միլիոնը։ Ասեք, որ աբսուրդ է։ Կես միլիոնից ավելի թոշակառու կա Հայաստանում, իսկ քանիսն են, որ ապրում են 100 տարեկան եւ ավելի։ Ընդամենը 71-ը։ 71-ը Հայաստանի Հանրապետության թոշակառուների 0,1%-ն է։ Այսինքն, թոշակառուների ընդամենը 0,1%-ն է հասնում 100 տարեկանին, ու անգամ այդ ժամանակ նրանց տրվում է ավելի քիչ գումար, քան իրենց падգամավորների 1 ամսվա պարգևավճարն է, 9 անգամ ավելի քիչ, քան նախարարի պարգևավճարն է։ Ասում է, ավելի հեշտ է նախարարների աշխատավարձը բարձրացնեմ, քան թոշակը։ Դա պատասխան չէ։ Մի բարձրացրու նախարարին մինչև այն պահը, երբ բոլորին տալու հնարավորություն կունենաս։ Աբսուրդ է, ժողովուրդ։ Ծայրահեղ անարդար է պաշտոնյայի ու թոշակառուի ստացածի տարբերությունը։ Պլյուս դրան պաշտոնյայի ստացած պարգևավճարը։ Երկրորդ նախագահը օրինակ ասում է, պետք է բարձր պաշտոնյաների պարգևավճարից առհասարակ հրաժարվել, տալ միայն միջին օղակին։ Պարգևավճարը պետական պաշտոնական կոռուպցիան է։ Ինչ են անում այս մարդիկ, ժողովուրդ ջան։ Փողերը ծախսում են աչուձախ իրենց մերձավորների, իրենց բիզնես գործընկերների հաջողությունների բարգավաճման համար, թալանի վրա, իսկ հերթը հասնում է թոշակառուներին, հիմարացնելու ձև են գտնում։ Ասում են, թոշակառուն չգիտի ինչպես ծախսել, դրա համար չենք բարձրացնում։ Թոշակառուի տունը մեկ է, չի տաքանա, դրա համար չենք բարձրացնում։ Աղքատը աղքատ չլինելու հմտություն չունի, դրա համար աղքատությունը չենք իջեցնում։ Եթե թոշակը բարձրացնենք, թոշակառուների կենսամակարդակը ավելի կվատանա։ Այս կարգի բաներ են սրանք ասում, որպեսզի իրենց պարտավորությունը ձեր նկատմամբ չկատարեն։ Այդ աղքատ չլինելու հմտությունից դրանից ոնց որ մենակ ունեն ՔՊԱ-կան պաշտոնյաները։ Մենակ իրենց մինիստրները ունեն, իրենց դեպուտատներն ունեն այդ աղքատ չլինելու հմտությունից։ Հմտությունն այն է, որ Լենինականից քայլելով գաս իշխանության ու դառնաս միլիոնատեր։ Ֆինանսների նախարարը, այն որ փաստաբաններն ասում էին հայտարարագրից կոռուպցիան փչում է, ասում է Հայաստանում բարեկեցիկ կյանքը շոշափելի իրականություն է։ Լավ, իսկ ում համար է բարեկեցիկ այդ կյանքը, բացի ՔՊ-ից։ Նիկոլն ասում է. շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021 թվականին։ Հիշեցնեմ, ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստում տվել եք ոչ թե 2021, այլ 2018 թվականին, որ 2023 թվականին վերացրած պետք է լինեք ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունը իջացրած լինեք 10%-ային կետով, այսինքն պետք է հիմա աղքատությունը լիներ 10%-ի կարգի, համաձայն ձեր խոստման։ Նիկոլը նաև ասում է, երկրում գեներացվող արդյունքը հավասար եւ արդար է բաշխվել քաղաքացիների միջև։ Այսինքն, ժողովուրդ ջան, որ Նիկոլի ազգական падգամավորը 7 տարում 8 հատ տուն է առել, իսկ դու ոչ մի հատ, ըստ նրա դա արդար բաշխում է։ Այն որ մինիստրը ստացել է 9 միլիոն դրամ պարգևավճար, տարեցի 36,000 թոշակ, դա արդար բաժանում է ըստ Նիկոլի։ Դա իր արդարությունն է։ Մի գյուղաբնակ թոշակառու հաշվել էր, որ սաղ կյանք ասում էր, կով եմ պահել, կաթ եմ հանձնել ու հիմա ստանում եմ իմ մթերած 270 լիտր կաթի չափ թոշակ, իսկ գյուղատնտեսության նախարարի փոխարեն աշխատող Պապոյանը մեկ ամսում իմ մթերած 70,000 լիտր կաթի չափ մենակ պարգևատրում է ստացել, 10 ցիստերն կաթի փող։ Կարճ ասած, թոշակառուն ասում է, ու բոլորն են ասում, Նիկոլը մեզ խաբեց, ուրիշ բան էր խոստացել, ուրիշ բան է անում։ Հիմա հարց եմ տալիս, ցանկանում ես էլի խաբվել, ժողովուրդ։ Ասում է ոչ, բայց ամենակարևորը, պատրաստ ես չխաբվել։ Մի թոշակառու հարցման ժամանակ ասում էր, Նիկոլից հիասթափվել եմ, չեմ գնա ընտրության։ Ոչ, հարգելի ժողովուրդ։ Դա հավասար է Նիկոլին ընտրելուն։ Պարտավոր ես գնալ ու մերժել։ Քո մերժելով կտաս քեզ խաբողների, հիմարացնողների,
քո հաշվին կյանքն ու պետությունը վայելող այս խմբակի պատասխանը։